Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի անդամները բյուրականում ներկայացրել են դաշինքի 365 օր ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց ծրագրի տնտեսությանը վերաբերող կետերը։ Դաշինքն առաջարկում է վերացնել մենաշնորհները բոլոր ոլորտներում ձևավորելով մրցակցային դաշտ, բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա եւ տեղական ներդրումների համար, մինչեւ 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ 5 տարի ժամկետով եւ աջակցել փոքր ու միջին բիզնեսին։ Մենք առաջարկում ենք փոքր եւ միջին բիզնեսում մինչև 60 միլիոն շրջանառություն ունեցող գործարարների համար 5 տարի ուրեմն հարկային արձակուրդ հայտարարել, այսինքն ազատել 5 տարի հարկերից, որպեսզի նրանք կարողանան քայլեր կատարել եւ այդ քայլերի շրջանակներում կարողանան ստեղծել պայմաններ իրենց բարեկեցիկ կյանքը ապահովել։ Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ դաշինքը համալիր ծրագիր է առաջարկում Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, բայց ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը գյուղատնտեսության զարգացումն է։ Տնտեսություն, բանակ, սոցիալական ապահովություն եւ գիտության վրա հիմնված անվտանգություն, գիտության վրա հիմնված տեխնոլոգիաներ, գիտության վրա հիմնված արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, կան կոնկրետ նաեւ հանձնարարություններ մեր դաշինքի կողմից, որ մենք կանգնենք գյուղատնտեսի մոտ, վարկերի հարցով, ռոռոկման հարցով, ապահովագրման խնդրով։ Ռաֆի Հովհաննիսյանի խոսքով դաշինքն ամեն հարցում լինելու է գյուղացու կողքին, իշխանության գալու դեպքում կիրառելու է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում մինչև 50% չափով, ստեղծելու է գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսությունների ապահովագրական ճկուն համակարգ, ստանձնելով ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցումը։ Լիանա Ներսիսյան, ժամը լրատվական։